Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր, միասին սկսում ենք մայիս ամսվա վերջին ուրբաթ առավոտը եւ միասին ճանապարհում ենք Գարնան վերջին ամիսը։ Բարի լույս, այո, մեր մյուս հանդիպումն արդեն կլինի ամռանը, բայց Գարնան վերջին աշխատանքային օրը փորձենք հնարավորինս դրական եւ բարձր տրամադրությամբ սկսել 9:30, ինչը նշանակում է, որ հանրային ռադիոյի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Սուրճ ու սերը։ Այսօր Սուրճն ու սերն ապահովելու ենք մենք, Սևակն ու Վեգան, այնպես որ մինչև ժամը 11-ը միացեք մեզ, մնացեք մեզ հետ, լավ երաժշտություն, հետաքրքիր լուրեր, նորություններ, փաստեր, թեմաներ եւ իհարկե քննարկումներ։ Քննարկումներ նաև հյուրի հետ, ում հետ կխոսենք առաջիկայում սպասվող հետաքրքիր եւ սիրելի դարձած միջոցառումներից մեկի մասին, հետաքրքիր տեղեկատվություն, օգտակար տեղեկատվություն, որը հաստատ չի խանգարի տանից դուրս գալուց առաջ, լավ երաժշտություն եւ իհարկե ինտերակտիվություն։ Այո, մենք ուղիղ եթերում ենք 107.7 հաճախականությամբ, սա FM հաճախականությունն է Երևանում, ուղիղ եթերում ենք մեր կայքում armradio.am եւ ուղիղ եթերում ենք նաև մեր Facebook-յան հարթակում Հայաստանի հանրային ռադիո։ Սրանք այն հարթակներն են, որտեղ դուք մեզ կարող եք մեկնաբանություններ գրել 55 3702, սա էլ այն հեռախոսահամարն է, որով կարող եք զանգահարել ձեր ողջույնները ու հարցերը ուղղել մեզ ու մեր հյուրին։ Ուրբաթ առավոտը սկսենք Dua Lipa-ի հետ, գնացինք։
station with the best music. Best music. I love the music. Best music. 9:35 դուք շարունակում եք հետևել Հանրային ռադիոյի առաջին ծրագրին եւ ուղիղ եթերում սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է։ Մեր եթերի ինտերակտիվ լինելու հատվածը մեր ռադիոլսողները շատ արագ ֆիքսեցին եւ ոչ միայն ունենք մեկնաբանություն մեր հավատարիմ ռադիոլսող Էդիկ Բաբուջյանի կողմից, ով մեզ բարի լույս է մաղթում, այլև արդեն հեռախոսազանգ։ Տեսնենք թե ով է մեզ միացել։ Բարի լույս, դուք եթերում եք։ Բարի լույս Տիկին Արահիտ։ Ես ուղղակի որ դուք մեզ փոխանցել եք առավոտվա այս դրական էներգիան, ես էլ ուզում եմ մեկ օր ուշացումով, քանի որ երեք մի փոքր առողջական խնդիր ունեի, բայց դա չխանգարեց, որ ես անմիջական մասնակիցը դառնամ այն խենթ ու լավ առումով խելառ լավ տոնակատարությանը, որը կազմակերպել էր Արտաշատում, նախ ուզում եմ շնորհավորել իմ ժողովրդին մեկ օր ուշացումով Հանրապետության տոնի արդիվ 108 տարի առաջ դրված այն հիմքը եղավ, որպեսզի մենք 91 թվականին ունենանք երրորդ հանրապետություն եւ ամուր այսպես պահենք մեր հանրապետությունն ու պետականությունը։ Ես ուզում եմ գիտեք շնորհակալություն հայտնել հանրային ռադիոյին այս լավ միջոցառումների համար, որ եղել են եւ լինելու են շատ շուտով եւ գիտեք շատ արագիստում իմ տպավորություններով երեք Արտաշատում Սևակ ջան, Վեգա ջան ուղղակի մի հատ խենթ տոնակատարություններ իրենց ներկայությամբ մեզ պատմվել էին Գյումրիից, Վանաձորից, Արմավիրից, Թբիլիսիից, այնպիսի համերգ, այնպիսի տոնակատարություն, պարզապես ես անգամ իմ վատ առողջ լինելը չխանգարեց, որ ես անպայման մասնակցեի եւ շնորհակալ ենք Արտաշատ խոշորացված համայնքի համայնքապետարանի եւ իմ լավ ընկեր համայնքապետ Կարմեն Մկրտչյանին այս հիանալի տոնը մեզ նվիրելու համար, ուղղակի հիացած ենք, բառեր չունենք եւ սա տեղավորվում է այն լավ միջոցառումների ծրագրի մեջ, որը մենք օրեօր ունենում ենք, մշակույթը ուղղակի մեզ պատել է ու ես դրա շատ ուրախ եմ, նաեւ չմոռանանք, որ մեկ շաբաթ հետո մենք հյուրընկ ավելի ենք դասական երաժշտության Եվրոպեսիլը, սա նույնպես մեծ տոնակատարություն է եւ այդ օրը Արամ Խաչատրյանի մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է եւ ես հետևելու եմ, ուղղակի ես ուզում եմ խեղդվել մշակույթի ծովում, այսքան մշակույթի գերի եմ, բոլորիս մաղթում եմ լավ օր, շնորհակալություն բոլորիցս, որ կաք մեր կողքին սիրելիներ, իմ ժողովուրդ բոլորից շատ եմ սիրում, այսքանը։ Մենք էլ ենք շնորհակալ եւ ուրախ ենք, որ միացաք ու այսքան դրական էներգիա փոխանցեցիք մեզ վստահաբար այո, Տիկին Անահիտի համար հունիսը կարելի ասել առավել տոնական կլինի, որովհետեւ հենց դա էինք խոսում եթերից առաջ մեր սիրելի Լուսինեի հետ, որ մշակութային իրադարձություններով լի է լինելու հունիսը, այնպես որ մեր գործը հեշտացրել են։ Այո, մեր գործը հեշտացրել են եւ եթերում նույնպես բնականաբար իր արտահայտությունը կգտնի արտահայտությունը, ինչ ասացի Սևակ։ Իր անդրադարձը լավ։ Կգտնի, լավ է որ Սևակը ինձ միշտ նման իրավիճակներում օգնում է։ Կգտնի այդ մշակութային տոնը եւ հուսով ենք դուք նույնպես անմասն չեք մնա։ Այո, մենք անպայման կպատմենք այն բոլոր միջոցառումների մասին, որոնք անցկացվելու են առաջիկա օրերին, իսկ հունիսի սկիզբը եւ վստահ եմ ամառն էլ այդպես կշարունակվի, լի են տարատեսակ միջոցառումներով։ Այդ ամենին մասնակցելու համար կարեւոր է իմանալ ինչ հագնել եւ ինչ եղանակ է սպասվում, թեև արդեն բավական շոկ է, տաք է, բայց տեղումները կարծես չեն դադարում, այսօր եւ վաղը շրջանների զգալի մասում կրկին սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը այսօր եւ վաղը աստիճանաբար կնվազի 8-ից 10 նիշով։ Մայրաքաղաքում այսօր օրվա ընթացքում եւս հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ, իսկ ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Առաջիկա օրերին կարծես տեղումները կդադարեն, այդ մասին մենք ձեզ կհաղորդենք յուրաքանչյուր առավոտ։ Ցերեկը մինչև 24 աստիճան տաքություն կլինի, երեկոյան 17, իսկ գիշերը 10-ից 12 աստիճան տաքություն է կանխատեսվում։ Եվ տեսնենք հեռախոսը ինչ է մեզ հուշում, մասամբ ամպամած, բայց բավականին լավ եղանակ է մայրաքաղաքում, 21 աստիճան տաքություն է արդեն 9:39-ի դրությամբ։ Ես միայն ասացիդ վերջին հատվածի վրա կկենտրոնանամ եւ ժողովրդական լեզվով ասած չլսելու կտամ այն հատվածը անձրևների մասին, որ ամենասկզբում ասացի։ Այո, բայց դրանք կարճատև անձրևներ են։
Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, անձրևները ինչպես գիտեք բարեբախտաբար չեն անդրադառնում դրանց վրա, միայն Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհներն են շարունակում փակ մնալ, դե այս մասին կարծում եմ արդեն գիտեք, եւ Վրաստանի ԱԻ դեպարտամենտից եւ Ռուսաստանի Դաշնության ԱԻ-նից էլ տեղեկացնում են, որ Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհն այսօր բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կանք մայրաքաղաք, որտեղ վերջին օրերին խցանումները բավական շատ էին, հաշվի առնելով տոնական զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները, վերջ արդեն Հանրապետության հրապարակը եւ հարակից փողոցները կարծես թե երթևեկելի են եւ 6 է խցանումային նիշը այս պահին Իսակովի պողոտան Երևանյան լճից մինչեւ Հաղթանակի կամուրջ ամբողջությամբ ծանրաբեռնված է, Աթենքի փողոցը դեպի Հաղթանակի կամուրջ կրկին ծանրաբեռնված է, Կիևյան բարձրանանք այստեղ ծայրից ծայր կրկին մինչեւ բարեկամություն գնացող ուղղությունը ծանրաբեռնված է, հակառակ ուղղությամբ մի փոքր հատված կա, որ խցանում է ցույց տալիս քարտեզը։ Կոմիտասի պողոտան տեղ-տեղ հատկապես դեպի կենտրոն իջնող, դեպի բարեկամություն իջնող հատվածը կրկին ծանրաբեռնված է։ Բաղրամյան փողոցում մեկ հատվածում կա խցանում, դա մետրոյի հարևանությամբ է։ Գանք առավել կենտրոն Կորյունի փողոցը դեպի Մատենադարան ուղղությունը խիստ ծանրաբեռնված է եւ Մատենադարանից դեպի Մաշտոցի պողոտը այստեղ անգամ ճանապարհատրանսպորտային վթար կա, ինչի հետևանքով երթևեկությունը կարելի ասել առաջ չի շարժվում դեպի Մոսկովյանն իր հերթին Կասկադի մոտով անցնող հատվածը բավական մուգ գույնի խցանում է ցույց տալիս մեզ քարտեզը։ Հանրապետության հրապարակ, որտեղ վերջին օրերին բոլորս ուշադրությամբ հետևում էինք զորահանդեսին, փորձերին, 3 մինչև ուշ երեկոյան նաև զրահատեխնիկան շարունակում էր կայանված մնալ Տիգրան Մեծ փողոցում, երբ մարդիկ կարող են գնալ ուսումնասիրել, բայց հիմա արդեն այս հատվածները բաց են, ծանրաբեռնված է հրապարակից Ամիրյանը դեպի Մաշտոց շարժվող եւ Տիգրան Մեծը, կրկին հրապարակից շարժվող ուղղությունը Վազգեն Սարգսյան փողոցը եւս ծանրաբեռնված է դեպի Հանրապետության հրապարակ գնացող հատվածը։ Իսկ ԱՀ Նալբանդյան փողոցը ըստ քարտեզի կրկին փակ է, Սախարովի հրապարակից դեպի հրապարակ Հանրապետության հրապարակ իջնող հատվածը դեռ երթևեկելի չէ, այնպես որ սիրելի վարորդներ, ուշադիր եղեք, ուսումնասիրեք քարտեզը տանից դուրս գալուց առաջ մենք համառոտ ենք ներկայացնում, փորձեք գտնել այն փողոցները, որոնք այդքան էլ ծանրաբեռնված չեն։ Ամեն դեպքում, եթե մի փոքր էլ ուշացնեք, իմացեք, որ սա այս շաբաթվա վերջին աշխատանքային օրն է եւ նաեւ այս գարնան վերջին աշխատանքային օրն է։ Առջևում եւս ունենք 2 հանգստյան օր եւ ամառը միանգամից 2 շաբթիով կդիմավորենք։ Այո, 2 շաբթի, ամառ հրաշալի 2 շաբթի է, կարծում եմ մեզ սպասվելու։ Իդեպ խցանումների մասով էլ նկատի ունեցեք, որ եւս 2 շաբաթ եւ արդեն միջին եւ ավագ դասարանների աշակերտների արձակուրդները նույնպես կսկսվի։ Ամբողջ մեղք այդ երեխաները թողնում։ Գուցե քննաշրջանն էլ արդեն ավարտին մոտենա համալսարաններում, բուհերում եւ էլ ավելի թեթև լինեն մայրաքաղաքում փողոցները, այնպես որ մի ընկճվեք եւ պարզապես մեզ հետ անցկացրեք խցանումներում ընթացքը։ Ես էլ այդ ընթացքում այսօր ֆինանսական գործարքներ պլանավորող մեր ռադիո լսողներին տեղեկացնեմ տարադրամի փոխարժեքի մասին ըստ կենտրոնական բանկի։ Ամերիկյան դոլարն այսօր համարժեք է 368 դրամի եւ 0.5 լումայի, 428 դրամ 34 լումայի եվրոն, ռուսական ռուբլին 5 եւ 1 է, 137 դրամ 83 լումայի վրացական լարին, 494 դրամ եւ 66 լումայի բրիտանական ֆունտ ստերլինգը, դիրհամը 100 դրամ է 2 լումա, իրանական ռեալն էլ 0.027 է։ Սա օրվային անհրաժեշտ տեղեկատվությունն էր, որը վստահաբար չի խանգարի տանից դուրս գալուց առաջ։ Ընթացքում եթերաժամի վերջին հատվածում նույնպես կփորձենք անդրադառնալ եւ ձեզ տեղեկացնել, եթե փոփոխություններ լինի։ Հիմա եւս մեկ երաժշտական կատարում, հետո կվերադառնանք եւ ու ձեզ նաեւ հիշեցնենք 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարը եւ Facebook-յան հարթակը դեռ միայն Էդիկ Բաբուջյանից ունենք ողջուններ, սպասում ենք մեր մյուս ռադիոլսողների մեկնաբանություններին։ Հանդերը մանեմ եկել, սարերի ջուր եմ բերել, իմ սիրուն անուշար ջան, քեզ կանչեմ լինեք ջան, իմ սիրուն անուշար ջան, քեզ կանչեմ լինեք ջան։ Շողա, 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 ջան շողա, շուշան շողա, շողա, յարը դողա, շողա, յարը դողա, շողա, շողա, շողա,
կովին սազական Աշխարհքում դու գովական Տեսիլ կովին սազական Շող, շողա, շողա, շողա Ճան շողա, շուշան շողա Շող, շողա, յարը դողա Շող, շողա, յարը դողա Շող, շողա, շողա, շողա Ճան շողա, շուշան շողա Շող, շողա, յարը դողա Շող, շողա, յարը դողա Գիշերվան լուսնի լուսնես, ցերեկվան արև ջերմես, մանուշակ վարդրե հանես, սեր սիրով սիրեկանես, մանուշակ վարդրե հանես, սեր սիրով սիրեկանես, շող, շողա, 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 ճան շողա, շուշան շողա, շող, շողա, յարը դողա, շող, շողա, յարը դողա, շող, շողա, 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 ճան շողա, շուշան շողա, շող, շողա, յարը դողա, շող, շողա, շուշան շողա, շող, շողա, 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 ճան շողա, շուշան շողա, շող, շողա, յարը դողա, շող, շողա, յարը դողա, շող, շողա, 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 ճան շողա, շուշան շողա, շող, շողա, յարը դողա, շող, շողա, յարը դողա Սուրճ ու սեր առավոտից YouTube-յան գովազները ուղղակի ադրենալինը էլ ավելի են բարձրացրել, ուղիղ եթերում աշխատելու ներողություն եմ խնդրում, չհասցրի անջատել գովազդը, մենք շարունակում ենք եւ կոչ ենք անում ձեզ շողալ, ինչպես գաթաբենդներ երգում, մանավանդ որ արևը շողում է եւ մեր մայրաքաղաքում այս պահին արդեն 21 աստիճան տաքություն է։ 9:47 մայիսի 29-ն է այսօր եւ տեսնենք թե ինչ միջազգային եւ ազգային տոներ կան, որ մեր երկրում արտերկրում նշվում են այս օրը։ Ինչ է տեղի ունեցել պատմության օրը։ Եվ սկսենք հենց միջազգային օրերից, այսօր ՄԱԿ-ի խաղաղապահների օրն է, որը նշվում է 2002 թվականից, երբ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը մայիսի 29-ը հայտարարեց խաղաղապահների միջազգային օր։ Այո, 1948 թվականին հենց այսօրն է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ստեղծել խաղաղապահ առաքելությունը եւ ահա հենց ստեղծման օրն էլ որոշվել է սահմանել որպես միջազգային օր, ըստ տարբեր տվյալների աշխարհով 1 խաղաղապահ գործողությունների մասնակցում է 116 երկրի 110,000 մարդ։ Այսօր մեր համար մասնագիտական նաև փաստորեն օր է կարելի ասել, որովհետև մենք նույնպես այս ոլորտում ենք աշխատում։ Հաղորդակցության համաշխարհային օրն է այսօր, World Communication Day, սա կարծում եմ իրականում ասում եմ մասնագիտական, բայց նաև առօրյա հմտություն է, որը այո, բոլորիս անհրաժեշտ է։ Ինձ տված առողջ մարսողության օրը նկատի ունեի մեր դեպքում մասնագիտական, այո, այս օրը եւս նշվում է մայիսի 29-ին, պաշտոնական անվանումն է առողջ մարսողության համաշխարհային օր։ Ահա, հարևանների եվրոպական օրն է, բայց կարծում եմ սա European Neighbors Day, կարծում եմ սա ավելի շատ հարևան երկրներին ուղղված օր է եւ բարեկամության եւ ոչ թե պարզապես հարևանների, բայց կարող եք ձեր հարևաններին էլ շնորհավորել առավոտյան սուրճի շուրջ, եթե դեռ կա այդ ավանդույթը, եթե դեռ պահպանվել են որոշ շենքերում, որոշ համայնքներում, որ հարևաններով են առավոտյան սուրճը խմում, ապա կարող եք միմյանց շնորհավորել։ Եվ գանք Միացյալ Նահանգներ ու մի անգամից շատ զվարճալի տոն սառնարանին բարձ դնելու օր։ Ինչի համար է դա։ Չգիտեմ, երկու տարբերակ կարող է լինել, կամ որ ինչ որ կերպ փակես ու գիշերները չբացես եւ անտեղի չսնվես, կամ էլ որ այնքան երկար ժամանակ այնտեղ անցկացնես, որ արդեն մի անգամից հենվես։ Ասում է գլխիս տակ փափուկ բարձ դրեց, հիմա սառնարանի գլխի տակ պետք է բարձ դնել այսօր։ Բիսկվիտի ազգային օրն է, դե տոնական այս օրացույցում մշտապես կան ուտեստների հետ կապված օրեր։
Ահա, ես նաև ամրակի ազգային օրն են այսօր նշում նահանգներում, ամրակ ասելով նկատի ունեն այն paper clip-ը, այսինքն երբ թղթերը միացնում ենք իրար, չէ՞, սևակ այսպես ոլորած ամրակ կա, այն մյուսը, որ հետո կարողանում ես հանել։ Շատ դժվար բացատրում, բայց վստահ եմ հատկապես գրասենյակային աշխատակիցները, աշխատողները իմացան, թե ինչի մասին եմ խոսում։ Բուլղարիայում այսօր նշում են Վարդերի փառատոնը, շատ գեղեցիկ տոն, կարծում եմ ծաղիկների հետ կապված տոները ամեն երկրում էլ շատ լավ են անցնում։ Կանադան հետաքրքիր տոն է նշում այսօր, որ առաջին հայացքից կարող է զվարճալի թվալ, բայց իրականում կարևոր օր է, ամեն կիլովատը հաշվարկելու օր, սա վստահաբար միտված է էլեկտրաէներգիան խնայելուն եւ հետաքրքիր օր է, որը նշում է Կանադան փաստորեն։ Զոդողի օրն են նշում Ռուսաստանում, դա հայտնի սվարշիկներն են։ Եվ շատ լավ։ Այո, եւ նաեւ կա երիցուկով բախտ բացելու օր, որը կրկին ըստ այս օրացույցի նշվում է Ռուսաստանում։ Կարծում եմ դա այն հայտնի սիրում է, չի սիրում է, չի սիրումն է, այո, որի արդյունքում խեղճ երիցուկներն են տուժում։ Մարդիկ փորձում են հասկանալ իրենց սիրելի մարդը իրենց սիրում է թե ոչ, եւ արդյունքում խեղճ երիցուկներ։ Եվ գանք նաև հոբելյարների օրացույցին, որն այսօր այդքան էլ հարուստ չէ, Հելմուտ Բերգերը, ավստրիացի դերասան, ծնվել է 1944 թվականի մայիսի 29-ին, հայտնի իտալացի ռեժիսոր Լուկիանո Վիսկոնտիի ֆիլմերից Աստվածների մահը, Լյուդվիգ, ընտանեկան նկար, ինտերիերում այս ֆիլմերում է խաղացել Բերգերը եւ պատմական մեկ կարևոր դեմք 1917 թվականի այսօրն է ծնվել Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Քենեդին։ Չնայած հայտնի մարդկանց հետ կապված այդքան էլ հարուստ չէր օրը ծննդյան տարեդարձներով, բայց շնորհավորում ենք բոլոր այն գուցե ոչ հայտնի կամ մեզ ոչ հայտնի մարդկանց, որոնք այսօրն են ծնվել, նշում են իրենց ծննդյան տարեդարձը, շնորհավորում ենք ձեզ, ձեր հարազատներին, թող ել ավելի տոնական լինի օրը։ Կարող եք զանգարել մեզ 553702, եթե օրինակ ձեր ծննդյան օրն է կամ ձեր հարազատի եւ շնորհավորել կամ գրել մեզ մեկնաբանություններ 553702 ուղիղ կապի հեռախոսահամարով, մենք սիրով ընթերցում ենք դրանք։ Իդեպ ունենք եւս մի մեկնաբանություն, Վարդիթեր Գևորգյանը, մեր մյուս հավատարիմ ռադիոլսողը, գրել է բարև ձեզ սիրելի հաղորդավարներ բարին Հայաստանից հետ։ Միանում ենք Տիկին Գևորգյանի մեկնաբանությանը, մենք էլ ձեզ բոլորիդ բարի լույս ենք մաղթում, 9:52 եւս մեկ ակտիվ երաժշտական կատարում, որից հետո կվերադառնանք, արդեն կողջունենք ռադիոլուրի մեր գործընկերոջը, որովհետև ժամը 10-ն է մոտենում, ինչը նշանակում է, որ ժամանակն է վերջին ժամվա նորություններին ծանոթանալու։ Լսենք ֆուտբոլի աշխարհի առաջնության այս տարվա հիմնը, որը վերջերս է թողարկվել, մի քանի անգամ առիթ ունեցել ենք այս երկի մասին խոսելու, սովորենք այս երկը, որովհետև հունիս-հուլիս ամիսներին այն հատկապես մեզ պետք կգա, երբ արդեն կակտիվանան ֆուտբոլի աշխարհի առաջնության, այսպես ասած, որոշիչ եզրափակիչ խաղերը, այնպես որ Շակիրային լսենք Դայ We are ready. We are ready. We are ready. We are ready. We're ready. We are ready. We are ready too. You knew from the day you were born that here in this place you belong. You've been this brave all along. What broke you once made you strong. Die, die, ego, darling, darling, let's go. Die, die, ego, darling, darling, let's go. Come follow your desire. When there's a will, there's a way. You're the owner of that fire. No one can take it away. Sweat and blood to write your story. That is how you pave the way. You're about to reach the glory. Only one step away. All the highs and lows, all the tears and the pain. You've been there through it all, been through it all. Just do it again. Now you got to believe, I believe. Cause you know what it takes to believe in my dream. At the top of your game. Feel it, got everything you need it. Now bring it like you mean it. Just like you mean it. Dale, olvida lo que vale. Juega como tú sabes. Como tú sabes. And it's just contagious, you know.
ocean arms. All the highs and lows, all the tears and the pain. You've been there through it all, been through it all, just do it again. Now you got to believe, I believe, cause you know what it takes to be living my dream at the top of your game. Feel it, got everything you needed. Now bring it like you need it, just like you need it. Dale, olvida lo que vale. Juega como tú sabes, como tú sabes. Pele, Maradona, Maldini, Romario, Cristiano, Ronaldo, El Vive, Iniesta, Beckham y Kaká. Messi, Mbappé, Salah, Brasil, Uruguay, Argentina, Colombia, US, England, Germany, France, South Africa, España, México, Japan, Korea, Netherlands. Oh, eh, oh, eh. Eh, oh, eh. Oh, eh, oh, eh. Eh, oh, eh. Knew from the day you were born here in this place. You belong. You've been disgraced all along. What broke you once made you strong. Die, die, ego, dale, ale, let's go. 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 Այս երգը իրոք անտարբեր չի թողնում արդեն պարել սիրողներին եւ ապակուցանքով մեր գործընկերներն էլ ակտիվ շարժումներ էին անում հուսանք որ այս երգի ուղեկցությամբ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերն էլ ավելի տպավորիչ կլինեն եւ հատկապես ֆուտբոլասերների համար այդ խաղային գիրքը էլ ավելի կավելն Իդեպ Սևակ մենք խոսում էինք այն մասին, որ հունիսը մշակութային իրադարձություններով լի է լինելու եւ տոներով ու մոռացանք, որ մարզական տոնն էլ է մեկնարկում, իսկապես հունիսին է, չէ՞ սկսվում։ Խաղերը սկսվում են հունիսին, այնպես որ մարզասերների համար նույնպես բուրըն հունիս է լինելու, բայց ոչ պակաս բուրն է հունիսի սկիզբը համենայն դեպս լինելու ռադիոլուրի մեր գործընկերների համար, որովհետեւ տարվա ամենակարևոր քաղաքական իրադարձությունն է մոտենում եւ ոչ միայն տարվա առաջիկա մի քանի տարվա համար շատ կարևոր որոշում ունեն կայացնելու եւ դրա աշխատանքային հետևանքները կրում են մեր գործընկերները, որոնց գրաֆիկը ել ավելի խառը եւ զբաղված է դարձել վերջին շրջանում։ Բարի լույս Մարլենը։ Բարի լույս, հարգելի գործընկերներ, բարի բարև ձեզ։ լույս, Քարոզ Արշավը կարծես ավարտին է մոտենում, մի քանի օր մնաց, ինչ է կատարվում քաղաքական դաշտում։ Մինչև քաղաքական իրադարձություններին անդրադառնալը կցանկանայի շարունակել ձեր ֆուտբոլային թեման, որին դուք անդրադարձաք, լավ նորություն, որը հաղորդում են ռուսական տելեգրամյան ալիքները, ռուսական Կրասնոդարի ավագ եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է իր կարիերան շարունակել արդեն ոչ Ռուսաստանում, այլ Սաուդյան Արաբիայի բարձրագույն ֆուտբոլային լիգայում, դրա մասին հայտնել է ֆուտբոլային փորձագետ Թիմուր Գուրցկայան։ Ըստ նրա տեղեկությունների 25-ամյա հայ ֆուտբոլիստը պաշտոնական առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայի առաջնության լավագույն երղյակը ներկայացնող ակումբներից մեկից, թե որ ակումբն է այս պահին չի հաղորդվում եւ ֆուտբոլային փորձագետը նշում է, որ եթե կիսապաշտպանը վերջնական որոշում կայացնի տեղափոխվել արաբական թիմ, ռուսական ակումբի սեփականատեր եւ նախագահ Սերգեյ Գալիցկին չի խոչընդոտի նրա տրանսֆերին։ Տեղեկացնենք նաեւ, որ Transfer Market հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեք այս պահին գնահատում է 25 միլիոն եվրո։ Իսկ քաղաքական նորությունները, որոնք առնչվում են ներքին եւ արտաքին քաղաքականությանը, կներկայացնենք վարքյաններ անց։ Այո, ժամը 10 է մոտենում, տեսնենք ինչ է կատարվում Հայաստանում, տարածաշրջանում, աշխարհում եւ մինչեւ այդ ձեզ հիշեցնենք, որ ռադիոլուրը յուրաքանչյուր ժամագլխի է ներկայացնում նորությունները եւ այդ ամենին կարող եք հետեւել նաեւ մեր կայքում armradio.am, որը թարմացվում է եւ նաեւ մեր սոցիալական հարթակներում Facebook, Instagram, Telegram բոլոր հարթակներում ներկայացված է մեր լրատվական ծառայությունը։ Դե ինչ, միանանք ժամը 10-ի թողարկմանը։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։
Երևանն է խոսում ժամի լուրերը հանրային ռադիոյի ուղիղ եթերում ներկայացնում է ռադիո լուրը, ստուդիայում աշխատում է Մարլենա Հովսեփյանը։ Նախ անդրադառնանք հայ-ռուսական հարաբերություններին, այսօր Աստանայում մեկնարկում է ԵԱՏՄ գագաթնաժողովը, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում է փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը։ Այս գագաթնաժողովը տեղի է ունենում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առկա լարվածության պայմաններում։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը երեկ բացառել է, որ Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողով Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցներ կկիրառվեն։ Մեջբերում նրա խոսքից խոսքը պայմանագրի փոփոխման մասին չէ։ Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար կոնսենսուս է անհրաժեշտ եւ Հայաստանը, ինչպես գիտենք, ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում։ Այնտեղ շատ լավ գիտակցում են ինչպես արտոնությունների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ առևտրի ծավալը, ինչպես մեծապես հնարավոր է դարձել հենց այն արտոնյալ ռեժիմի շնորհիվ, որը գոյություն ունի Հայաստանի համար, ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Օվերչուկը միաժամանակ պնդել է, թե Հայաստանի Եվրամիությանը միանալու ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը զգալի անորոշություն է ստեղծում, այդ թվում ռուս ներդրողների համար։ Տեղեկացնենք նաև, որ երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Ռոսելխոզնադզորը վաղվանից մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ, բանջարեղենի եւ ելակի վրա։ Ըստ ռուսական կողմի սահմանափակումը ուժի մեջ կմնա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունը ապահովելու համար համապատասխան արձանագրության մշակումը։ Մոսկվան պնդում է, թե մայիսի 21-ից 27-ը հայկական ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ եւ որ Հայաստանի իրավասու մարմինը չի ձեռնարկել համապատասխան միջոցներ նախկինում հայտնաբերված խախտումների ուղղությամբ։ Մայիսի 22-ից էլ Ռոսելխոզնադզորը ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանի ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։ Այս սահմանափակումը վարչապետ Փաշինյանը համարել էր հերթական աշխատանքային իրավիճակը։ Մոսկվայից անդրադարձել են Հայաստանում սպասվող ընտրություններին։ Երևանը մերժել է հավատարմագրել մի քանի ռուս դիտորդների հունիսի 7-ի ընտրություններում։ Երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, հավելելով Մոսկվան մերժման պատճառների մասին պաշտոնական պատասխան չի ստացել Երևանից։ Արտգործնախարարության խոսնակը նաև հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ չէ ընդունել այս տրամաբանությունը եւ ստիպված կլինի հաշվի առնել դա Երևանի հետ իր ապագա աշխատանքում։ Պաշտոնական Երևանը ռուսական կողմի այս հայտարարությանը եւս չի արձագանքել։ Տարածաշրջանային եւ միջազգային լուրեր գիշերը Ռումինիայի Գալաց քաղաքում ԱԹՍ-ն ընկել է բազմաբնակարան շենքի տանիքին։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է խոսքը ռուսական անօթաչուի մասին է։ Մայիսի 29-ի գիշերը Ռուսաստանի Դաշնությունը վերսկսել է անօթաչու թռչող սարքերով հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական եւ ենթակառուցվածքային օբյեկտների վրա Ռումինիայի հետ գետով անցնող սահմանի մերձակայքում։ Այդ անօթաչու սարքերից մեկն անցել է Ռումինիայի օդային տարածք։ Ռադարը հետևել է դրան մինչև Գալաց քաղաքի հարավային հատվածը, երբ այն բախվել է բազմաբնակարան շենքի տանիքին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, կա 2 վիրավոր, հայտնել է Ռումինիայի պաշտպանության նախարարությունը, որի հայտարարությունը մեջբերում է BBC ռուսական ծառայությունը։ Միացյալ Նահանգներն ու Իրանը համաձայնության են եկել 60-օրյա անցումային հուշագրի շուրջ, որը նախատեսում է հրադադարի երկարացում եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ, լուրը հաղորդում է Axios պարբերականը, սակայն նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական չի հաստատել փաստաթուղթը։ Պարբերականի տվյալով կողմերը արդեն համաձայնության են եկել անցումային հուշագրում տեղ գտած կետերի մեծ մասի շուրջ։ Նշվում է, որ համաձայնեցված փաստաթուղթը ավելի մեծ հնարավորություն է ստեղծում Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար, սակայն որոշ մանրամասներ մնում են վիճելի եւ Վաշինգտոնը ընդունում է, որ համաձայնագիրը դեռ կարող է ձախողվել։ Այդուհանդերձ նույնիսկ այս միջանկյալ ձեռքբերումը անհավանական էր թվում, քանի որ իրավիճակը մերձավոր արևելքում մնում է ծայրահեղ լարված։ Չնայած խաղաղության նոր փաստաթղթի մշակմանը կողմերը շարունակում են ռազմական բախումները։ Լրատվությանը հատկացված ժամանակը սպառված է, ռադիո լուրը կհետևի իրադարձությունների զարգացմանը եւ թարմ տեղեկատվություն կներկայացնի ժամը 11-ին։ Ստուդիայում աշխատում էր Մարլենա Հովսեփյանը։ Առավոտը շարունակեք հանրայինի ուղեկցությամբ։
Սուրճ ու սեր առավոտից։ Գիտեմ հաճախ ես նեղանում Սպասում ես իմ զանգին Կարոտով դխրակին տես Վարդեր եմ վերել կեզ համար Որ ծանես մի վարդ ճանապար Դեպի այն օրերին երբ եղել են քո կողքին տես Վարդեր եմ վերել կեզ համար Անունդ ինձ ես փոխանցել Քեզ հետ անհոգս եմ միշտ եղել Հիմա էլ մեծացել Քեզանից հեռացել եմ տես Վարդերդ նորից են ծաղկել Հուշերով սիրտդ են լցրել Աչքերդ մի քիչ թաց Ժպտում ես մոլորված տես Եկել եմ քեզ մոտ վերջապես Եկել եմ քեզ մոտ Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանցեուտ հանրային ռադիոյի առաջին ծրագիրը ուղիղ եթերում է Սուրճ ու սեր առավոտից հաղորդմամբ մենք կրկին ողջունում ենք ձեզ, ովքեր մեզ 9:30-ից են հետևում, շնորհակալ ենք հավատարմության համար, ովքեր նոր միացան, բարի լույս ու լավ օր բոլորիս, դեռ 1 ժամ կլինենք եթերում, այնպես որ մնացեք մեզ հետ եւ շարունակեք մեզ նաեւ կարող եք դիտել, զանգահարել 553702 կամ մեր Facebook-յան հարթակում live-ը գործարկված է։ Այո, մի մոռացեք մեզ նաև մեկնաբանություններ գրել մեր Facebook-յան էջում հիմա զուգահեռ կնայեմ արդյոք ունենք նոր մեկնաբանություններ թե ոչ, այո, արդեն ունենք նոր մեկնաբանություններ նույնպես։ Անետա Ադամյանն գրում է բարի օր, բարի առավոտ, սիրելի հաղորդավարներ, ձեզ բարի եթեր եւ հաճելի օր։ Այսօր մեր տանն էլ ծնունդ ունենք ու ես էլ եմ շնորհավորում բոլոր նրանց, ովքեր ծնվել են այս օրը։ Մենք նույնպես միանում ենք շնորհավորանքներին։ Առաջիկա օրերին շնորհավորանքների պակաս կարծես թե չի լինի, որովհետև նախ մոտենում է մանուկների օրը հունիսի 1, դա երկուշաբթի է, այսինքն այս շաբաթ կիրակին կանցնի եւ արդեն մանուկների տոնն է մոտենում, բայց կարծես թե մի մեծածավալ մեկնաբանություն ես պատրաստվում ընթերցել։ Մեծածավալ մեկնաբանություն ունենք Վահե Գաբրելյանից, որն իրականում իրենից ողջույններ է ենթադրում բազմաթիվ մի փոքր դժվար է, որովհետև ամենը մեծատառերով է գրած, քանի որ այսպես ասած հստակ երգերի պատվերներ չենք ընդունում եթերում, դրա համար երգի մասը բաց եմ թողնում, բայց
ողջույններ Արկադիին, Էլադային, մի քիչ դժվարանում եմ, երևի խնդրենք նորից Վահեն գրի Լավ, ամեն դեպքում ձեր ողջույնները մենք փորձենք տեղ հասցնել եւ ուրախ ենք, որ մեզ դիտում եք եւ նաեւ մեկնաբանություններ եք գրում եւ ինչից ենք խոսում, որ հունիսը լի է միջոցառումներով եւ հենց հունիսի առաջին օրվանից կսկսվեն միջոցառումները նախ երեխաների օրվան նվիրված ամենագունավոր, ամենաուրախ ու սպասված տոնը այս տարի մայրաքաղաքում կնշենք քաղաքի պահապան ու սիրելի Արյուծիկի հետ հունիսի 1-ին ժամը 12-ից 18 Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա, այս հատվածներում քաղաքապետարանը բոլորին հրավիրում է միասին լավ ժամանակ հետաքրքիր ժամանակ անցկացնելու ու խաղալու։ Իսկ ահա 20-30-ին Ազատության հրապարակում Արյուծիկը կբացահայտի մի շատ կարևոր գաղտնիք։ Ահա այսպիսի հետաքրքիր անոնս Երևանի քաղաքապետարանի կողմից։ Իդեպ ծնողների համար նշենք, որ Երևանի քաղաքապետարանի էջում կա մանրամասն ժամանակացույց, թե որ ժամին, որտեղ կոնկրետ ինչ է տեղի ունենալու, այնպես որ եթե ուզում եք ոչինչ բաց չթողնել, կարող եք հետևել քաղաքապետարանի էջին, չնայած եթերաժամի վերջին հատվածում մենք նույնպես կփորձենք ավելի կոնկրետ ասել, թե որտեղ ինչ է տեղի ունենալու, բայց մեծերի համար էլ շատ կարծում եմ սպասված եւ սիրված մի իրադարձություն կա հունիսին, որը արդեն կարծես թե ավանդույթ է դարձել, որովհետեւ այս տարի արդեն 4-րդ անգամ է անցկացվում, վերադառնում է Երևանի բալետային փառատոնը քաղաքապետարանի նախաձեռնությամբ հունիսի 2-ից 6-ը, ինչպես արդեն նշեցի 4-րդ անգամ կիրականացվի Երևանյան բալետային միջազգային փառատոնը։ Հունիսի 2-ին եւ 3-ին անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ կներկայացվի Երևանի քաղաքապետարանի հատուկ պատվերով ստեղծված Թամար բալետի պրեմիերան։ Հունիսի 5-ին եւ 6-ին էլ կցուցադրվի արդեն մեծ ճանաչում գտած, սիրված, շատերի կողմից ցավոք սրտի բաց թողած, որովհետեւ տոմսերը շատ արագ սպառվում էին, Սասունցի Դավիթ բալետ օրատորիան։ Լավ առիթ է գնալ եւ դիտել։ Այո, վերջապես գնալ եւ դիտել, սկիզբը 20:00 դե Վայրը Ամփոփ Թումանյանի անվան զբոսայգի։ Հենց այս թեմայով ավելի մանրամասն կխոսենք մեր հյուրի հետ րոպեներ անց, վստահ եմ հարցեր կունենաք նրան 55 3702 այս հեռախոսահամարով կարող եք զանգահարել եւ ուղղել այդ հարցերը, իսկ մինչեւ մենք նրան կդիմավորենք, դուք եւս մեկ երաժշտական դադար վայելեք, հետո արդեն կվերադառնանք եւ կզրուցենք մեր հյուրի հետ միջոցառման մասին առավել մանրամասն։
Լույսեր առավոտից։ Արամ Խաչատրյանի սուսերով պարը ջազային մեկնաբանությամբ ունկնդրեցինք ու շարունակենք դասական թեմայով մեր զրույցը, ինչպես նշեցինք արդեն, մեր մայրաքաղաքը կրկին լցվելու է գեղեցիկ միջոցառումներով, իրադարձություններով եւ դրանցից մեկն էլ բալետային փառատոնն է, որն արդեն ավանդաբար 4-րդ տարի անցկացվում է մեր սիրելի Երևանում։ Եվ այդ առիթով, ինչպես խոստացել էինք, ունենք հյուր, որն արդեն մեր տաղավարում է, սիրով ներկայացնեմ մեր հյուրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ туриզմի վարչության պետ Գորժ Սարգսյանը, բարի լույս։ Լույս բարի։ Բարի լույս, արդեն ավանդույթ է դարձել բալետային փառատոնից առաջ գալ մեր տաղավար եւ զրուցել այս կարեւոր միջոցառման մասին, արդեն 4-րդ անգամ եւ այս անգամ ազգային բալետային ներկայացումներով ուղղվածությունը ինչպես որոշվեց այս տարի։ Նախ շնորհակալություն հրավերի համար եւ այս հաղորդմանը մասնակցելը կարծես անբաժան մասն է դարձել բալետային փառատոնի առաջիկա օրերին։ Ինչպես որոշվեց, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին ներկայացվում է հանրությանը եւ զբոսաշրջիկներին բալետային իր ձևաչափով միակ փառատոնը աշխարհում եւ այս 4 նախորդ 3 տարիների ընթացքում շուրջ 200,000 հանդիսատես ենք ունեցել, որի 40%-ից ավել է եղել են զբոսաշրջիկներ եւ այս տարի ինչպես որոշվեց տարվա սկզբին եւ կամ նախորդ տարվա ավարտին ներկայացվեց արդեն լայն ճանաչում ստացած Սասունցի Դավիթ բալետ օրատորիան, որը հավաքական երգչախմբի շուրջ 400 երեխաների մասնակցությամբ եւ օպերայի բալետի ազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ, որը վերջին տասնամյակներին ամենասպասված եւ ամենախոշորագույն մասշտաբ բալետ օրատորիաներից մեկն է, որ ստեղծվել է, գրված երաժշտությունից մինչև դեկորացիաները, հագուստը, որը լայն ճանաչում գտավ եւ որոշեցինք, որ նաեւ այս տարվա բալետային փառատոնին պետք է ներկայացնենք եւ այդ ժամանակ զուգահեռ սկսվել էին աղթամար լեգենդի հիման վրա թամար բալետային նոր նեոկլասիկ ներկայացման աշխատանքները։ Իմիջիալից ուզում եմ ասեմ, որ երաժշտության հեղինակը Վալերի Տոլստով, բեմադրությունը Իլյա Ժիվոյ, հագուստները Սոնյա Վարդանյան եւ որոշեցինք, որ աղթամար լեգենդի հիման վրա պիտի ստեղծենք այն ներկայացումը, որը կարողանա ժամանակակից երիտասարդներին բերի թատրոն, բերի դեպի բալետային արվեստ, դեպի մշակույթը։ Երևանում է հենց ստեղծվել բալետը։ Ամբողջապես ստեղծվել է Երևանում եւ հետաքրքիր պատմություն է երկու երիտասարդների, որոնք որ երբ նայում ես, քեզ թվում է, որ հենց հիմա այդ դեպքը կատարվում է եւ առավել եւս կարող է կատարվել յուրաքանչյուրիս հետ։ Հայտնի սիրո մասին ամենասիրված կարծում եմ լեգենդներից մեկը, որը շատ հետաքրքիր կլինի այս ձևաչափով, բալետային ձևաչափով տեսնել։ Պարոն Սարգսյան, մի փոքր հետ գնանք 4-րդ տարին արդեն, հատկապես այն ժամանակ, չնայած վերջին շրջանում շատ ենք խոսում, որ կարծես թե դասական արվեստի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է, այդ կարծրատիպը ոչ հանդիսատեսին հետաքրքիր չի փոխվել է, բայց ամենասկզբում, երբ առաջին տարին իրականացվում էր հետաքրքիր ձևաչափ, բացօթյա, սա գոնե Հայաստանում չլսված մի բան էր, որ բացօթյա բեմում բալետ պարեն, արդյոք սպասում էիք, որ կգտնի այն արձագանքը, որ գտավ, որ նույնիսկ խոտին նստելու տեղի համար կբրտբրտենք իրար եւ կվիճենք, որպեսզի կարողանանք տեսնել սա։ Գիտեք, իրականում շատ այսպես ասած համարձակ քայլ է դա եղել, քննարկումներ են եղել մինչև այդ քայլը կհրապարակենք, բայց ամեն դեպքում մեզ ինքներս հետաքրքիր է եղել, թե ինչ է ստացվելու եւ փորձել ենք գնալ այդ քայլին տեղանքի վայրից սկսված տարածությունից, ժամանակից, բացօթյա ձևաչափով, բայց ինչ որ միտեղ վստահ ենք եղել, որ ինքը եթե կարողանանք բոլոր կոմունիկացիաները ստեղծենք, պիտի որ ստացվի եւ ես շատ լավ հիշում եմ առաջին տարվա հոսքը, որ սկսվեց դեպի Թումանյանի անվան զբոսայգի, որը մենք դաժե մեզ վախեցնում էր այդ մարդկանց ծավալը, որովհետեւ գրեթե յուրաքանչյուր օրվա կտրվածքով միջինով 20,000 մարդ է հավաքվում եւ եթե եղել եք ներկա եւ նկատած կլինեք, որ նույնիսկ մեկ հատիկ բան գետնին թափված չէ, ինչ սիրով, համերաշխությամբ մարդիկ իրար կողք վայելում են եւ գիտեք, սա նաեւ լավ հնարավորություն է իրար հետ շփվելու, իրար հետ ծանոթանալու, ընտանիքով այդ զբոսայգում անցկացնելու
Եվ իր ձևաչափով առաջին տարվանից սկսված մենք համոզված էինք, որ պիտի լինի արդեն ավանդական։ Նախորդ տարի, եթե չեմ սխալվում, Մարիինյան թատրոնից ունեինք հյուրեր եւ այո, մեծածավալ ներկայացումներ 465 հյուրեր ենք ունեցել։ Հետաքրքիր է այն ժամանակ խոսում էինք, երբ դեռ փառատոնը նոր պետք է կայանար, այդ արտիստները ինչ տպավորություններով գնացին, որովհետեւ ամեն օր չէ, որ բացօթյա են ապրում, ավելի փակ դահլիճների արվեստ է բալետը։ Գիտեք, մի քանի 100 տարվա պատմություն ունեցող թե Բոլշոյ, թե Մարիինյան թատրոնները իրենց համար իսկ հետաքրքիր էր եւ ինչպես իրենց բարերով եթե ասեմ, սա մարտահրավեր էր իրենց, որովհետեւ երբ ստացել էին իրենք Երևանի քաղաքապետանից հրավերը, մտածում էին, որ ինչպես է ամեն ինչը իրականանալու, որովհետեւ մի քանի 100 տարվա պատմություն ունեցող թատրոնները առաջին անգամ բացօթյա ձևաչափով պիտի ապրեին ամբողջական բալետային ներկայացումներ եւ մենք արել էինք առավելագույնը թե բեմահարթակի, տեխնիկական գրիմանոցների, հանգստի սենյակների եւ ամեն ինչով, որ իրանք բեմում այդ տարածության մեջ իրանք զգում էին թատրոնում, իրանք համար բոլոր հարմարություններն էր ստեղծված եւ իրենց համար շատ հետաքրքիր էր այս ձևաչափը եւ միայն անցած տարվա բալետային փառատոնը 10 միլիոնից ավել դիտում է ունեցել։ Ահա, ինչ հետաքրքիր է։ Այ Սասունցի Դավթից խոսեցինք, մինչև ձեզ հյուրընկալելն էլ ասում էինք, որ շատ դժվար է տոմսեր գտնել, երբ այն ներկայացվում է օպերային թատրոնում։ Հիմա բացօթյա եք ներկայացնում, բայց վստահաբար այն խաղացանկից դուրս չգա, չէ, եւ դա որևէ կերպ չի ազդի հետագայում վաճառքների վրա։ Վստահ եմ, որ ավելի վաճառքները շարունակվելու են այս ցուցադրություններից հետո, եւ ինք արդեն մշտական խաղացանկում է օպերայի բալետի ազգային թատրոնում, եւ ամենակարևորը մենք յուրաքանչյուր 6 ամիսը մեկ մեր մանկապատանեկան երգչախմբի կազմը եւս 200 հոգով ավելանում է, որոշ մասը դուրս է գալի, որտեղ սա իրանից նաեւ ներկայացնում է կրթական լավագույն ձևաչափերից մեկն է։ Ամեն 6 ամիսը մեկ 200 երեխա, որը որ գրեթե ամբողջ էպոսը իմանում է անգիր։ Սա նաեւ իր մեջ տենց կարևորագույն բաղադրիչ ունի։ Իդեպ կարծում եմ, որ չնայած այն բանին, որ այս միջոցառումը ինքնին միշտ գրավիչ է, շատերը նախապես պլանավորում են, որ գնալու են, սա եւս մեկ առիթ է, որովհետեւ իմ շրջապատում էլ շատերը կային, որ ահագին ժամանակ փորձում էին հենց այս ներկայացումը դիտել, բալետ օրատորիան, եւ սա հաստատ այս առիթը կօգտագործեն։ Նշեցիք նախորդ տարի 400-ից ավել հյուր, հետաքրքիր է այդ կազմակերպչական process-ները ինչպես են ընթանում, որքան ժամանակ է պահանջվում այդ հեքիաթն ապահովելու համար եւ այնինչ տեսնում ենք մենք այդ օրերին, ինչ նախապատրաստական աշխատանքներ է ենթադրում։ Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երևի մի քանի օր հետո սկսվում է հաջորդ տարվա նախապատրաստական աշխատանքները։ Անցած տարվանը դա իր ձևաչափով եւ ծավալով ամենախոշորն էր, որովհետեւ ունեինք 465 հյուրեր, դա միայն ես ասում եմ Բոլշոյ եւ Մարիինյան թատրոնների արտիստների, նվագախմբերի, տեխնիկական անձնակազմի 100-ավոր տոննաներով այդ դեկորացիաների տեղափոխումները, ամբողջ Երևանի հյուրանոցները զբաղված էին, նույնիսկ ազատ տեղ չկար, բայց մի հսկայական թիմ է աշխատում, յուրաքանչյուր իր ոլորտով, ծավալով, ձևով, թե տեխնիկական անձնակազմը, որը իսկապես հերոսական աշխատանք է իրականացնում, ի վերջո մենք կարող ենք ինչ-որ բան մտածել, պատկերացնել, բայց այդ ամեն ինչ պետք է կենթանացնել, բերել ֆիզիկական դաշտ, որպեսզի բոլոր հարմարությունները լինեն եւ նաեւ հանդիսատեսի համար այդ հարմարությունները լինեն, որովհետեւ մի քանի ժամ, օրինակ անցած տարի 4-5-6 ժամ առաջ գրեթե տեղ չկար, ներկայացումից առաջ։ Եվ դա արդեն ամեն տարի է սովորաբար արդեն լինում, էլի բան։ Ահա, պարոն Սարգսյան, տեսեք այդ օրերին Երևանը լի է միջոցառումներով, գինու օրեր, Խաչատրյանի մրցույթ, դասական Եվրատեսիլ, ընտրություններ, որը այս տարի է միայն, բայց մյուս բոլոր միջոցառումները կարծես ամեն տարի կրկնվում են։ Սա նաև ինչ որտեղ մշակված քաղաքականություն է, որ եկած հյուրերը կարողանան օգտվել նաև մայրաքաղաքի այլ փառատոններից, թե ուղղակի օր չկա օրացույցում ամեն ինչ մի օրում է։ Ամեն տարի գրեթե հունիս ամիսը լինում է Երևանի համար մշակութային շատ հագեցած։ Մենք մինչև բալետային փառատոնը հունիսի 1-ին ունենք այս տարի աննախադեպ մշակութային մեծ միջոցառումներ, երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, դա Ազատության հրապարակում, Կարապի լճի հարակից տարածքում եւ Հյուսային պողոտայի ամբողջ երկայնքով։ Ինչ որ արյուծիկ ունենք, հա, այս տարի։ Այո, որը փորձում ենք նաեւ իրան վերաբրենդավորել, վերաձևակերպել, որը դառնալու է մեր քաղաքի եւ մեր որոշակի մասնիկը։
մոտ 1 ժամ 15 րոպեանոց գրվել է 0-ից էլի մեծ մյուզիկլ, որ առաջին անգամ կներկայացվի, որը նաև հետո ուզում ենք մի փոքր ադապտացնենք, որ նաև որևէ թատրոնում ինքը մշտական խաղացանկում կսկսվի գործել Հյուսային պողոտայի այդ ամբողջ տարածության մեջ կլինեն բազմաթիվ եւ բազմաժանր երեխաների, ընտանիքների համար, ծնողների համար մի շարք ինտերակտիվ, չգիտեմ, խաղեր, միջոցառումներ, Կարապի լճում եւ նաեւ երեկոյան ժամի արդեն Հյուսային Ազատության հրապարակում մեծ շոու ծրագիր։ Ահա, մեր Հետո արդեն մենք ունենք գինորեր ամսի 5-ին, 6-ին եւ 7-ին, գիտեք, թվում է թե իրար վրա են, իրար հետ լրացվում, բայց որևէ մեկին չի խանգարում։ Մարդիկ եւ ստեղ են կարող մասնակցեն եւ մեկ այլ միջոցառմանն են կարող մասնակցեն։ Իրականում իսկապես տոնական օր պլանավորելու, հետաքրքիր մշակութային օր պլանավորելու հնարավորություն է տալիս, ժամերն էլ էին այում, որ օրինակ հունիսի 1-ի միջոցառումները սկսվում են կարծես թե կեսօրից մի փոքր անց եւ մինչեւ երեկոյան 21:00 կան միջոցառումներ, կինոդիտում, համերգ, ընթերցանություն, մի խոսքով կարծես թե հագեցած է լինելու։ Ես արդեն պատկերացնում եմ մեր երկիր ժամանած հատկապես ռուս զբոսաշրջիկների արձագանքը ռիլերում նրանք միշտ ասում են, այս ինչ է կատարվում Հայաստանում, ամեն օր տոն է, մշակութային դիմակիցը Երևանի վստահաբար փոխվում է։ Այո, միանշանակ դա ակնհայտ է։ Դե կարող ենք եզրափակել եւ վերջում տանտիրոջ իրավունքով հրավիրեք մեր ռադիոլսողներին, հիշեցնելով ներկայացումները, օրերը, ժամերը եւ վայրը։ Սիրով բոլորին հրավիրում ենք հունիսի 1-ի միջոցառումներից Ազատության հրապարակում, կեսօրից սկսված մինչև երեկոյան 21:00, որից հետո հրավիրում ենք բալետային 4-րդ միջազգային փառատոնին, հունիսի 2-ին եւ 3-ին կցուցադրվի Աղթամար լեգենդի հիման վրա ստեղծված Թամար բալետային ներկայացումը, 5-ին եւ 6-ին Սասունցի Դավիթ բալետ օրատորիան, ինչպես նաեւ 5-ին, 6-ին եւ 7-ին Գինու միջազգային փառատոնին։ Այնպես որ մեր մայրաքաղաքը լի է միջոցառումներով, շատ հյուրընկալ է եւ ճիշտ պլանավորելու դեպքում կարող եք բոլոր միջոցառումներին էլ մասնակցել, հունիսի 7-ի առավոտյան էլ գնալ ընտրության, հետո գինու օրերին մասնակցել։ Այո, գնալ եւ նշել ձեր կատարած ընտրությունը, այո, քաղաքացիական պարտքը կատարած լինելը։ Սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ туриզմի վարչության պետ Գոր Սարգսյանի հետ։ Հիմա մեր հյուրին կխնդրենք միասին լուսանկարվել։ Դուք էլ այդ ընթացքը կարող եք օգտագործել Ինգա եւ Անուշ Արշակյանների հրաշալի կատարումը վայելելով, հետո կվերադառնանք եւ կանցնենք եթերաժամի հաջորդ հատվածին։ Դե ինչ, շարունակենք եթերը եւ հիշեցնենք ձեզ, որ մեզ կարող եք նաեւ դիտել ու զանգահարել 55 37 02 ուղիղ կապի հեռախոսահամարով։
zınga tog zınga Sırtı mimana Aşkar martı çimana Zar zınga 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 Սուրճ ու սեր առավոտից։ 10:31 դուք հետևում եք Հանրային ռադիոյի առաջին ծրագրին Սուրճ ու սեր առավոտից հաղորդումը եթերում է նաև Facebook-յան հարթակում arm.radio.am կայքում եւ ինչպես բազմիցս նշեցինք Մայրաքաղաքը Հայաստանը լի է միջոցառումներով մասամբ անդրադարձանք հունիսի 1-ի միջոցառումներին հիմա ավելի կմանրամասնենք որպեսզի ծնողները մեզ լսեն ու իմանան թե ուր պետք է տանեն հունիսի 1-ին իրենց փոքրիկներին Այո եւ այսպես ես ժամանակացույցը շատ արագ ներկայացնեմ բայց ինչպես նշեցինք քաղաքապետարանի էջում եւ տարբեր կայքերում նույնպես կարող եք վայրերը նույնպես գտնել եւ ավելի մանրամասնել, չնայած մի քանի միջոցառման հիմա մանրամասն նույնպես կանդրադառնանք, բայց ժամանակացույցն այսպիսին է 13-ին, ժամը 13-ին ամառային ընթերցանություն նախագծի բացումն է պլանավորում։ Դրան 14-ին ժամը կհաջորդի Հովանես Երանյանի ռեփերը, դաշնակահարն ու ֆուտբոլը, գրքի շնորհանդեսը, լավ է հնչում, շատ հետաքրքիր։ 15-ին Էդին սովորում է թռչել խաղարան ինտերակտիվ թատրոնի կողմից մեզ հյուր են եղել կհիշես Սևակ հրաշալի թատրոն է անպայման խորհուրդ ենք տալիս սրան նույնպես մասնակցել 16-ին ժամը Արփին Մաղաքյանի հիշելու հեքիաթներ գրքի շնորհանդեսն է Քաչ սիրտ գրքի ընթերցումը եւ Ալբերտ Արմենակյանի ելույթը 17-ին է նախատեսված ժամը 18-ին համերգ է աղվեսիկը իսկ ժամը 19-ին էլ միջոցառումները կեզրափակվեն կինոդիտմամբ Փաթինգտոն 2 ֆիլմն ենք դիտելու հայերեն հնչյունավորմամբ բայց այս ամենով չեն ավարտվում մանկական միջոցառումները Մայրաքաղաքում կենթանաբանական այգին ժամը 11-ից 17-ը կվերածվի տոնը իսկական մի հրաշալի հրավառ 16 տարեկանների մինչև 16 տարեկանների մուտքն անվճար է, իսկ մետրոյի երիտասարդական կայարանի հարևանությամբ գտնվող կանգառից դեպի կենթանաբանական այգի գործելու են անվճար ավտոբուսներ, այնպես որ տեղափոխման հարցը եւս լուծված է։ Եվ ասենք, որ նաեւ մինչև հունիսի 1-ը տեղի կունենա մանկական գրքի փառատոն ու կշարունակվի նաեւ հունիսի 1-ին անգլիական այգում, որտեղ կազմակերպիչները ձեզ համար ստեղծել են ջերմ արևոտ միջավայր ու միասին բացահայտելու են գրքերի կախարդական աշխարհը։ Երևանի քաղաքապետարանի եւ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության աջակցությամբ անգլիական այգում կանցկացվի մանկական գրքի փառատոն 2026-ը։ 3 օր շարունակ փոքրիկներին սպասվում է գրքերի զարմանահրաշ աշխարհը խաղերով ու բացահայտումներով լի ժամանց։ Փառատոնը, ինչպես նշեցի, տեղի կունենա վաղը, մյուս օրը եւ հունիսի 1-ին ժամը 12-ից 20-ը անգլիական այգում մուտքը Իտալիայի փողոցից եւ ամենակարևորը մուտքն անվճար է, այնպես որ կարող եք ձեր փոքրիկների հետ այցելել ու բացահայտել գրքերի զարմանահրաշ աշխարհը։ Հրաշալի է կարծում եմ օրը անցնելու փոքրիկների համար, հուսով ենք, որ ծնողները կգտնեն ժամանակ, այս գիտենք, որ խառը ժամանակաշրջանում, ժամանակներում եւ հնարավորություն կունենան փոքրիկներին գոնե 1 կամ 2 միջոցառման մասնակիցը դարձնելու։ Եվս մեկ փառատոնի մասին խոսենք, Հուսո Արագաստ հայտնի հեղինակային երգի միջազգային փառատոնը կրկին կանցկացվի ու իր շուրջը կհամախմբի բարդ ժանրի ներկայացուցիչներին, սիրահարներին, սկսնակ կատարողներին ու արտասահմանյան հյուրերին։ Այս տարի դեպ փառատոնն անցկացվում է 3 փուլով, այժմ առաջին փուլն է ընթանում, մինչև հունիսի 10-ը կընդունվեն հայտերը, այնուհետև եզրափակիչ փուլի համերգ, որը տեղի կունենա հունիսի 20-ին Թումանյանի անվան տեխնիկային թատրոնում։ Համերգի ժյուրի անդամները արդեն կընտրեն լավագույններին, որոնք էլ հնարավորություն կունենան ստանալու փառատոնի Սևանյան փուլին, այսինքն Սևանում անցկացվող փուլին։ Փառատոնի այդ փուլը կկայանա հուլիսի 17-ից 19 Շորժա գյուղի հարակից Վիշապ Հանգստյան գոտում եւ 2 համերգային օր կներառի։ Փառատոնի գալահամերգը կկայանա հուլիսի 18-ին, կամփոփվի հավաստագրերով, շնորհակալագրերով։ Սա կարծում եմ հեղինակային երգի սիրահարների համար վաղուց արդեն ճանաչելի ու սիրելի փառատոն է։
Հրաշալի է եւ մի հրաշալի լուրել ես պատմեմ արվեստի հետ կապված հայկական արվեստը շարունակում է գնահատվել նաեւ մեր երկրի սահմաններից դուրս եւ հայ արվեստագետների աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել Կիպրոսում կայացած Vima Art Fair միջազգային արվեստի ցուցահանդեսում եւ ուշադրություն գրեթե ամբողջությամբ վաճառվել են։ Այո, Լիմասոլում անցկացված հեղինակավոր ցուցադրությանը ներկայացված են եղել հայ ժամանակակից արվեստագետների Արմեն Հակոբյանյանի, Գայանե Ավետիսյանի, Ասղիկ Պետրոսյանի, Գոհար Սարգսյանի եւ Անդրոնիկ Խաչյանի գործերը։ Հայ արվեստագետների ստեղծագործություններն առաջին անգամ ցուցադրվել են այս միջազգային հարթակում հոսք հիմնադրամի նախաձեռնությամբ եւ համադրությամբ։ Ցուցահանդեսին ի դեպ մասնակցել է 20 երկրի ավելի քան 150 արվեստագետ, ինչպես նաեւ 26 պատկերասրահ։ Հարթակում համատեղվել են կոմերցիոն եւ ոչ կոմերցիոն ձևաչափերը, այդ թվում ցուցադրություններ, քննարկումներ եւ ինտերակտիվ ծրագրեր, որոնք տեղի են ունեցել Լիմասոլում, Նիկոսիայում եւ այլ քաղաքներում։ Տոնավաճառի մի քանի օրվա ընթացքում հայկական տաղավարն ուշադրություն է գրավել, իսկ ներկայացված գործերի մեծ մասը գտել է իր գնորդին։ Կարելի ասել, որ ցուցահանդեսը դարձել է հայկական ժամանակակից արվեստի տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզում ճանաչելիության թեստ։ Ահա այսպիսի մշակութային նորություններ մենք դեռ հունիսի 1-ին էլ կհիշեցնենք, կտեղեկացնենք սպասվող միջոցառումների մասին եւ քանի խոսեցինք հունիսի 1-ից լսենք այս վերջին մանկական եվրատեսիլի ամենահեքիաթային ու գեղեցիկ երգերից մեկը Ալբերտ Քաչսիրտ ու վերադառնանք։ Աստղազարդ երկնքով սուպանցա երազանք շաղելով մեզ մոտ ասա երկար երկար քո թևով դարար արար աշխարհով երկար երկար քո Station with the best music. Best music. I love the music. Best music.
Եվս մեկ անգամ համոզվում ենք, որ այս մրցույթում հաղթանակը չէ կարևոր, այլ լավ երգ ներկայացնելը, ինչքան լսում ենք այս երգը, այդքան սիրահարվում ենք այս ստեղծագործությանը, եւ ըստ այն, որ հունիսի 1-ին այս երգը լսելու առիթներ կլինեն։ Իսկ հիմա մանկական միջոցառումներից եւ մշակութային կյանքից կտրուկ անցում կատարենք դեպի մարզաշխարհ եւ տեսնենք ինչ է կատարվում այստեղ, որտեղ կրքերը միշտ բորբոքվում են, եռում են անկախ նրանից, թե ինչ մրցաշար է եւ ինչ առաջնություն է։ Ասենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր բժիշկ Ռոդրիգո Լասմարը հայտնել է, որ թիմի եզրային հարձակվող Նեյմարը մկանային վնասվածք է ստացել եւ 3 շաբաթով բաց կթողնի առաջիկա խաղերը։ Խոսքը Բրազիլիայի առաջիկա ընկերական հանդիպումների մասին է եւ անգամ կարող է նա չափակինվել ու չհասցնել խաղալ աշխարհի 2026 թվականի առաջնության անդրանիկ խաղին։ Հիշեցնենք, աշխարհի առաջնության իր առաջին հանդիպումը Բրազիլիայի ընտրանին կանցկացնի Մարոկոյի դեմ, խաղը կկայանա հունիսի 14-ին։ Տեսեք, վեգան ճիշտ ասած, բացի այս խառը մշակութային եւ քաղաքական իրադարձություններից, նաեւ մարզաշխարհի գլխավոր տոնն է մոտենում, խոսքը ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին է։ Եվ քանի դեռ աշխարհի առաջնությունից ենք խոսում, Բարսելոնայի երկրպագուների համար մի հետաքրքիր նորություն, ակումբը հույս ունի մինչև առաջնության մեկնարկը համաձայնության հասնել Մադրիդի Ատլետիկոյի 26-ամյա արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի հետ։ Բանակցություններ են ընթանում, ակումբը փորձում է ձեռք բերել ֆուտբոլիստի հետ աշխատելու իրավունքը։ Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն բանակցում է Ալվարեսի գործակալների հետ եւ նրանք էլ իրենց հերթին ասում են լավ հարաբերություններ ունեն Ատլետիկոյի ղեկավարության հետ, ֆուտբոլից հեռու լինելով եւ այդքան էլ լավ չհասկանալով հասկացել են, որ իրականում հենց այն ակումբի ղեկավարությունը, որտեղ այդ պահին գտնվում է ֆուտբոլիստը, շատ լուրջ ազդեցություն կարող է ունենալ այդ գործարքի, տրանսֆերի վրա, եւ այդ գումարը կարող է կազմել մոտ 100 միլիոն եվրո։ Խուլիան Ալվարեսն արդեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն Ատլետիկոյի հետ եւ սեվակ քանի դեռ տրանսֆերներից ենք խոսում, մեր գործընկեր Newsem Sport-ը հետաքրքիր ցանկ է կազմել ամենա ստացված, այսպես ասած, տրանսֆերները այս սեզոնի, լավագույն տրանսֆերները 20-ն են դրանք, goal.com-ից տվյալներն են սրանք փաստորեն, որոնք մեր գործընկերը ներկայացրել է նաև իր ընթերցողին, բնականաբար հենց 20-ն էլ չեմ ասի, բայց եթե լավագույն հնգյակը փորձենք ամփոփել, 5-րդ հորիզոնականում Գրանիտ Ջակայի Բայերից Սանդերլենդ տրանսֆերն է 17 միլիոն ֆունտ ստերլինգով, Յան Դիոմոնդեի Լեգանեսից Լայպցիգ տրանսֆերը 20 միլիոն եվրո է արժեցել, Դոնիել Մալեն Աստոն Վիլայից դեպի Ռոմա վարձակալություն, իդեպ այսպես էլ է լինում փաստորեն, Ռայան Շերկին Լիոնից Մանչեսթեր Սիթի 30.5 միլիոն ֆունտ ստերլինգով եւ առաջին հորիզոնականում այս կայքը ընտրել է Լուիս Դիասին Լիվերպուլից Բավարիա 70 միլիոն եվրո տրանսֆերով եւ հենց նոր հասկացա, որ փաստորեն եթե Սպերցյանի տրանսֆերը ստացվի, իսկ հուսան կստացվի, Մարլենը նշեց 25 միլիոն եվրո, երրորդ հորիզոնականում գտնվող տրանսֆերը կգերազանցի եւ փաստորեն երրորդ հորիզոնականում կհայտնվի այս ցանկի։ Քանի խոսում եք տրանսֆերներից, հայ ֆուտբոլիստներից, գիտենք վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է մեր ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի ճակատագիրը, արդյոք նա կերկարաձգի պայմանագիրը։ Հայաստանում է, հա։ Այո, Միլանի Ինտերի հետ թե ոչ, այո, համացանցում տեսանյութ կար, որ նա Բաղրամյան փողոցն է անցնում, շատ հանգիստ, եւ անգամ կարելի է շփոթել, դա ինքն է թե չէ, որովհետեւ շատ խաղաղ եւ հանգիստ էր անցնում։ ԶԼՄ-ների տեղեկություններով 37-ամյա հայ ֆուտբոլիստը նոր համաձայնագիր կկնքի իտալական ակումբի հետ մինչև 27 թվականը, չնայած որ բազմիցս խոսվել էր նրա կարիերան ավարտելու մասին։ Եվ ահա այս լուրը մեկնաբանել է մեր նախկին դարպասապահ ազգային հավաքականի խոսքը Ռոման Բերեզովսկու մասին է, ում անունը հաճելի հուշերը չէ արթնացնում։ Նա ասել է իհարկե շատ ուրախ եմ, որ Հենրիխը կերկարաձգի պայմանագիրը Ինտերի հետ, ոչ մի կասկած չկա, որ նա առնվազն եւս 1 տարի կուրախացնի բոլորիս այս մեծագույն իտալական ակումբում իր խաղով։ Ինձ թվում է այս նորությունն էլ ավելի կհետաքրքրացնի ֆուտբոլի հանդեպ նրա անհատական սերը երկրպագուների շրջանում եւ որոնք իդեպ ոչ միայն Հայաստանում են, այլև ամբողջ աշխարհում։ Նշենք, որ ավարտված այս մրցաշրջանում արդեն ֆուտբոլիստը այս ակումբում մասնակցել է 39 հանդիպման, դառնալով 4 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։ Իդեպ խաղացողի գործող պայմանագիրը ավարտվում է վաղը
հունիսի 30-ին տեսնենք թե ինչպես կընթանան զարգացումները եւ արդյոք Միլանյան թիմին, որ Իտալիայի չեմպիոն դարձավ, Հենրիխը կշարունակի իր նվիրվածությունը եւ գեղեցիկ խաղ ցուցադրել։ Այո, հուսով ենք նաև որ հնարավորինս շուտ մեզ համար նույնպես པարզ կլինի արդյունքը այս բանակցությունների, եթե դրանք տարվում են, ընթանում են։ Այո, եւ մեր գործընկեր News-ից շարունակենք, մեկ հետաքրքիր լուր էլ կա, որ ամփոփում է թե ինչքան գումար է վաստակել Քրիստիանո Ռոնալդոն 1 տարվա ընթացքում եւ շատ հետաքրքիր տողով է։ Լավ է որ նստած եմ սեփակ, թե չգիտեմ։ Հետաքրքիր տողով է սկսվում նյութը, որ գուցե Լեոնել Մեսին ունի ավելի շատ ոսկե գնդակ, բայց աշխարհի ամենամեծ ֆինանսական մրցաշարում Քրիստիանո Ռոնալդոն մնում է անվիճելի չեմպիոն, նա $300 միլիոն է վաստակել 1 տարում։ Forbes-ի աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ամենամյա վարկանիշային աղյուսակից տեղեկանում ենք, որ նրա եկամուտը աննախադեպ $300 միլիոն է հասել։ Իհարկե առյուծի բաժինը Սաուդյան Արաբիայում նրա պայմանագրից է գալիս, Al Nasr-ը 41-ամյա ֆուտբոլիստին վճարում է $235 միլիոն մրցաշրջանի համար, բայց ինչպես այսօր աշխարհում շատ մասնագետներ, բժիշկներ, արտիստներ, դերասաններ, երգիչներ շատ գումար վաստակում են հատկապես գովազդներով, այլ ոչ թե իրենց մասնագիտությամբ, նախաղադաշտից դուրս վաստակել է եւս $65 միլիոն համաշխարհային ապրանքանիշներից մի քանիսի դեմքը լինելու համար։ Եվ բացի դրանից Ռոնալդոն նաև խելացի է ու նաև ներդրումներ է անում, անցյալ տարի նա $7.5 միլիոն ներդրել տեխնոլոգիական դուստր ձեռնարկություններից մեկում եւ ասենք, որ նրա շքեղ անշարժ գույքը եւս ներառված է իր կարողության մեջ եւ ամենաբարձր վարձատրվող 10 մարզիկներին անդրադառնանք, ինչպես նշեցինք, այն գլխավորում է Ռոնալդոն, երկրորդ տեղում մեքսիկացի բռնցքամարդ Կանելո Ալվարեսն է $170 միլիոն, վեգա կարող է շարունակել ցանկը։ Երրորդ հերձնականում վերջապես իհարկե Լիոնել Մեսին է, այստեղ ուզում եմ արժանին մատուցենք Մեսին, որովհետև Սևակ ճիշտ նշեցիր, երբ օրինակ կարդում ենք ամենահայտնի մարզիկների կամ երգչուհիների, երգիչների շարքը, ուշադրություն դարձրեք, թե որոնք են պարզապես ամենահարուստը եւ որոնք են հենց իրենց ոլորտում ամենաշատը վաստակում, որովհետև օրինակ Rihanna-ն ավելի հարուստ է, որովհետև ունի նաև կոսմետիկ միջոցների բրենդ, բայց Taylor Swift-ը հարուստ է հենց միայն երաժշտությամբ։ Հետևաբար բուն կարիերայում սա մի փոքր տարբերություն կա եւ Forbes-ը այդ տարբերությունը դնում է։ Երրորդ հերձնականում Լիոնել Մեսին է $140 միլիոն, չորրորդում LeBron James-ը, բասկետբոլիստ ԱՄՆ-ից, որը $137 եւ $8 միլիոն ունի։ Բեյսբոլի մարզիկ Շոհեյ Օհթանին Ճապոնիայից $174.6 միլիոն զբաղեցրել է կարծես թե 5-րդ հորիզոնականը, իսկ բասկետբոլիստ Սթիվեն Բարին Միացյալ Նահանգներից $124.7 միլիոն կարողություն է կուտակել 1 տարում։ 7-րդ եւ 8-րդ հորիզոնականներում են համապատասխանաբար Ջոն Ռամն ու Քարիմ Բենզեման, 107 եւ $104 միլիոն։ Եվ լավագույն տասնյակը եզրափակում են բասկետբոլիստ Քևին Դյուրանտը, նա $103.8 միլիոն ունի եւ Ֆորմուլա 1-ի զարմանում էի, որ այս մարզաձևը չկա, բրիտանացի Լյուիս Համիլտոնը, այո, $100 միլիոն, որի անվան հետ այժմ կապվում է Քիմ Քարդաշյան մեդիա դեմքը։ Այո, որն ի դեպ ավելի հարուստ է, քան Լյուիս Համիլտոնը, մեր ռադիոլսողների մի մասը հիմա բարկացավ, ասում է առավոտ կանուխ ինչու եք մեզ այդքան միլիոնների մասին պատմում, մյուս մասն էլ ոգե շնչվեց, որովհետև իրականում պատմում ենք, որ թե մենք, թե դուք ոգե շնչվեք եւ ավելի շատ գումար վաստակենք, հատկապես որ ամառը մոտենում է, եղանակը տրամադրող է։ Այս պահին հեռախոսային հավելվածը ցույց է տալիս, որ մայրաքաղաքում արդեն 22 աստիճան է եւ ըստ իմ հեռախոսային հավելվածի մինչեւ 26 աստիճան ջերմաստիճանը բարձրանալու է։ Լավ օր է սպասվում, կարծում եմ։ Այո, լավ օր է սպասվում, կարծես թե կարճատև անձրևի հավանականություն կա, բայց դա թող չփչացնի մեր օրը, որովհետեւ մենք միասին ճանապարհում ենք ուրբաթ օրվա գարնան ամսվա, մայիս ամսվա վերջին ուրբաթ օրը եւ նաեւ խոսենք թե ինչ պատկեր է այս պահին մեր մայրաքաղաքում խցանումների տեսանկյունից։ Երևանում 1 նիշով ավելացավ 7 է այս պահին խցանումային նիշը եւ բնականաբար սա ենթադրում է, որ ծանրաբեռնված փողոցների քանակն էլ ավելի շատացավ։ Սկսենք Հանրապետության հրապարակից, պատկերը նույնն է, այստեղ հրապարակից Ամիրյանը դեպի Մաշտոցի պողոտաշարժվող ուղղությունը եւ
հակառակ Տիգրան Մեծը հրապարակից դեպի արդեն Զորաբար Անդրանիկ մետրոյի կայարան գնացող հատվածը խիստ ծանրաբեռնված է։ Ծանրաբեռնվածություն կա նաև Երևանի քաղաքապետարանի մոտ, դե այսքան միջոցառում են անում, բայց ծանրաբեռնված չլինի, Աթենքի փողոցն է ծանրաբեռնված, ինչպես սովորաբար այս ժամերին լինում է Իսակովի պողոտան, ծայրից ծայր, հատկապես դեպի կենտրոն եկող ուղղությունը, իսկ ահա հակառակ ուղղությունը բավական թեթև է։ Նալբանդյանը Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ ըստ քարտեզի դեռ շարունակում է փակ մնալ, հիշում ենք այստեղ վերջին օրերին ռազմատեխնիկա էր կայանված եւ արդեն օպերայի հատված գանք երկկողմանի դեպի Սայաթնովան դեպի օպերա գնացող Բաղրամյանը դեպի օպերա գնացող ուղղությունները խիստ ծանրաբեռնված են, Տերյան փողոցը, Կորյունը երկկողմանի, Բաղրամյան պողոտայի սկիզբը բարեկամությունից դեպի ներքև իջնող հատվածը։ Մի խոսքով սիրելի վարորդներ եւ ուղևորներ, շարունակեք մնալ հանրային ռադիոյի հետ, մեր եթերում րոպեներ անց արդեն լուրերի թողարկումն է, կծանոթանանք վերջին ժամի նորություններին, իսկ ամբողջ օրվա ընթացքում նաև մեր գործընկերները ձեզ տարատեսակ հաղորդումներով կտեղեկացնեն, կզրվարճացնեն, կուրախացնեն, վստահ ենք, որ լավ ժամանցն ապահովված է հանրայինի հետ։ Այո, այնպես որ մնացեք հանրայինի հետ, իսկ մենք կհանդիպենք արդեն ամռանը եւ արդեն հուսանք լավ եղանակով եւ ամառային տրամադրությամբ, ինչպես միշտ առավոտյան 9:30 ձեզ կողջունենք ու կասենք բարի լույս։ Ձեզ թողնում ենք ազգային գեղեցիկ երգերի ընտրանու հետ ու կհանդիպենք, ինչպես Վեգան նշեց, ամռանը։ Tamam aşkar bedudeka Çetaği ha baş nazani Çete sakudi dari bez Dudi punen baş nazani Teham hakni Nasani endu hama kudis noge asume fash vash nasani Kazmat kişi kanatesni Dunara pasnis kamança Na kazmat kişi kanatesni Dunara pasnis kamança Gastara elaboreru Edibin hasnis kamança Kizinsnitsov Ashughi basnis kamancha Kizinsnitsov kanakhli Ashughi basnis kamancha Kani burchanim yarki qurbani Aba inchanim Kani burchanim yarki qurbanim aba inchanim artasukani shatokutani yar khadetani artasukani shatokutani yar khadetani Asir
ջնասով քիզ գովիմ սազով Yaril timazov Mut boğçen nazov Kiz govim sazov Yaril timazov Աշխարհումս իմ անդունիս Դե մուրվաթիս մուրվաչունիս Աշխարհումս իմ անդունիս Դե մուրվաթիս մուրվաչունիս Վարոշնիրը նաբատունիս Շաքարինը մալիս Վրոշնիրըտ նաբատունիս Կանդու շաքարինը մանիս Çünkü insaf tetir Xapov nazani Karibir karibmut Karafuyusiz Çekaki sineman Çapov nazani Karibir karibmut Karafuyusiz Çekaki sineman Çapov nazani Tegus kukarşan marklitan Broyi broyi Tegus kukarşan almastan Broyi broyi Yak çimi taçim heratsni Kis kuyareme Kis kuyareme